շրջանակը մեզ մոտ հայրենիքի ազգային ժողովի պետության ու պետականության շուրջ լինելու հետևում է իհարկե ազգային ժողովի զարգացումներին եւ որոշակի հայտարարություններ եղավ հատկապես տիկին Երեմյանի բոցավառ ելույթը ազգային ժողովի ամբիոնից իրոք մտածմունքի տեղիք տվեց Ցել ձեր խոսքը մեզ Հայաստանի Հանրապետության կառավարության իշխող ուժին մեղադրում են դպրոցները ժամանակին չկառուցելու մեջ ինչպիսի ողբերգություն 5 տարի Երևանի Հակոբ Կոջոյան կրթահամալիրի շինարարությունը տևեց շինարարները պետությունը կրկնակի ծախսարեց շինարարները ջանք ու եռանդ չխնայեցին շենքը կառուցելու համար ներողություն Տիկին Գալստյան որ ձեր ժամանակների նման շենքերը չէին վաճառվում եւ 5 տարի կառավարությունը հետեւողական գնաց նրան որ այսօր Երևանի սրտում գործի մշակութային այդ կրթօջախը եւ այն չափանիշներով որ ձեր ժամանակ անգամ պատկերացնել հնարավոր չէր Իմիջայլոց Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք կառուցված դպրոցների մասին ուղղակի կարելի է չխոսել կարելի է չխոսել նաև այն մասին թե ինչպես էին դպրոցները մտնում այդ ցանկը վերանորոգվող դպրոցների եւ դուրս գալիս եւ ինչ էր դրա հետևում թաքնված ինչևէ սիրելի կրթական հանրույթ Ես սիրում եմ ձեզ եւ հիմա ուզում եմ ներկայացնել իրական թվերը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են Հայաստանի Հանրապետության թվով 172 դպրոցներում որոնցում սովորում են խնդրում եմ ուշադրություն դարձրեք 60,000 սովորողներ եւ ավարտվել են 332 մանկապարտեզներում, նախակրթարաններում, որտեղ պիտի հաճախեն 29,020։ Արագածոտնի մարզում կառուցվել է 9 դպրոց 20 մանկապարտեզ, Արարատում 13 դպրոց 20 մանկապարտեզ, Արմավիրում 17 դպրոց 51 մանկապարտեզ, Գեղարքունիքում 15 դպրոց 33 մանկապարտեզ, Երևանում 15 դպրոց 62 մանկապարտեզ, Լոռի 27 դպրոց եւ 24 մանկապարտեզ, Կոտայք 13 դպրոց 24 մանկապարտեզ, Շիրակում 35 դպրոց 44 մանկապարտեզ, Սյունիք 13 դպրոց 18 մանկապարտեզ, Վայոց ձորում 7 դպրոց 8 մանկապարտեզ, Տաղուշ 8 դպրոց 28 մանկապարտեզ։ Այս ուսումնական տարին որը շուտով կհնչի, նորամուտը կսկսեն հազարավոր փոքրիկներ։ Շինարարական աշխատանքների տարբեր փուլերում են գտնվում 543 նախադպրոցական ուսումնական հաստատություն, հարգելի կրթության իմ գործընկերներ, որոնք նախատեսված են 46243 սանի համար։ Եվ եթե մենք գումարում ենք ամբողջական, մենք տեսնում ենք, որ խոսքը գնում է մոտ 70,000-ից ավել աշակերտի կամ նախադպրոցական տարիքի փոքրիկների մասին։ Այս պահին շինարարական աշխատանքների տարբեր փուլում են գտնվում 375 ուսումնական հաստատություն, որոնք նախատեսված են 124,000 սովորողների համար։ Հեշտ են այս թվերը ասել, այո, մեր դպրոցի շինարարությունն էլ պիտի ավելի վաղ ավարտվեր, բայց շինարարական պրոցեսը բերեց նրան, որ 2 տարի ուշացումով ավարտվեց, բայց ասում են ուշ լինի։ Այն ինչ այսօր անում է կառավարությունը կրթության համար աննկարագրելի է։ Սիրելիներս, 2019-ից 26 թվականներին կրթության ֆինանսավորումը ավելացել է 51%-ով։ Դրանք պարզապես թվեր չեն, դրանց ետևում ճակատագրեր են, ճակատագրեր, որոնք մեր պետության վաղվա, ներկայի, ապագայի երաշխիքն են, այդ երեխաները պիտի մեծանան և աղը պիտի լինեն ազգային ժողովի պատգամավորներ և իրենք հիշելու են, որ այս կրթական միջավայրը, այս կրթական ներդրումը արվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության ժամանակաշրջանում
դրանում, եւ որքան էլ որ դուք ձեզ կոտորեք, որքան էլ որ ցանկանաք սևացնել, կրթության ոլորտում աշխատող ուսուցիչները գիտեն, ինչի միջով են իրենք անցել, ինչպես են ընտրակեղծարարի վերածվել, ինչպես են կաշառքով դասվար ընդունվել։ Եվ հիմա եկել եք կրթությունից, մանիպուլյացիայից, օպտիմալացումից եք խոսում, ամոթ է, գնացեք եւ ձեր նախարարների աշխատավարձները հաշվեք։ Ինչ վերաբերում է կամավոր ատեստավորմանը, այո, կամավոր ատեստավորումը գործընթաց է, որը շատ կարևոր է։ Կարևոր է ոչ թե մեզ համար, որովհետև մենք չենք դրանով կարևորվում։ Կարևոր է այն փոքրիկների համար, որ պիտի սովորեն դպրոցներում եւ գնացել են գիտելիք ստանալու։ Դպրոցը սոցիալական խնդիր լուծելու վայր չէ, դպրոցը կրթական միջավայր է, եւ գնացեք Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցները, գյուղական, քաղաքային, տեսեք թե ինչ լաբորատոր սարքավորումներ ունեն այդ դպրոցները, ինչ միջավայրում են երեխաները բնագիտական առարկաները սովորում։ Մենք տեսել ենք եւ առաջին շարքում նստած երկրորդ նախագահի օրոք դպրոցները եւ ՀՀԿ-ի ժամանակ տեղի ունեցածը դպրոցներում։ Երբ որ հասարակ, չէ ձեր Նարեկ Կարապետյանի հայրը Կարկառուն հանրապետական է, դրա համար եմ անդրադառնում։ Եվ ասեմ ձեզ մի բան, երբ որ դպրոցում ամենափոքր փորձը անելու համար միջոց չկար, գնացեք տեսեք, բացեք կառավարության 850N որոշումը, կարդացեք, դժվար չէ։ Ու գիտեք ինչ ուզում եմ անպայման այդ ելույթը չկուսակցականացնել, որովհետև քանի որ ինքը ԿՊԻ-ից է Տիկին Երեմյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է ներկայացնում, իհարկե ցանկացած գովեստի խոսք ցանկացած որ դրական բան ավտոմատացվում է, որ ահա ԿՊԻ քարոզ է գնում եւ այլն, բայց կրթության մասին ես հաճախ եմ խոսել եթերում եւ այդ այն բնագավառն է, որին քիչ թե շատ մոտ եմ, թե դպրոցական հիշողությունների առումով, թե համալսարանական, թե հիմա գիտեք համ դասավանդում եմ, համ մոտ եմ, համ հաճախ եմ լինում տարբեր գործի բերումով համալսարաններում, աշակերտների հետ, այդտեղ Լոս Անջելեսում, մի խոսքով գիտեմ ինչի մասն է խոսքը ու համեմատականները այնքան ոնց ասեմ կոնտրաստը այնքան մեծ է, հասկանում եք, բազմաթիվ անգամներ պատմել եմ այդ տետրերով ծնող կոմիտեները, որ ինչ որ քվեարկության բաներ էին կազմակերպում, թե ոնց էր ընդհանրապես դասղեկը դառնում դասղեկ, ինչ կուսակցական ֆիլտրացիայով պիտի անցներ անպայման ինչ որ կուսակցական պաշտոնյայի կին պիտի լիներ, դպրոցի տնօրենները ոնց էին, դա հենց մեկը մեր դպրոցի, հանայք Լևոն Տեր-Պետրոսյանը ընդհանրապես իմ աչքի լույսը չի, իմ ոնց ասեմ, պաշտպանության կարիքը չունի, բայց իր հարազատ քույրը Տիկին Տեր-Պետրոսյանը մեր դպրոցում էր աշխատում, Ռոբերտ Քոչյանի օրոք Լևոն Դանիելյանը, այդ ես ներկա եմ եղել այդ 50-ամյակին դպրոցի միջոցառմանը բեմա հարթակից արդեն Նիկոլի օրոք ներեգություն խնդրեց Լևոն Արամիչը, իդեպ այդ շատ բան է ասում իր մարդ տեսակի մասին, կարար չասեր ընդհանրապես, բայց քանի որ Տիկին Տեր-Պետրոսյանը ներկա էր, ով մեր դասատուն է եղել, հարազատ քույրը Լևոն Տեր-Պետրոսյանը 90-ականների աշակերտ եմ ես, գիտեք 90-ականների վերջ 2000-ականների 5 թիվը մինչև 2000 աշակերտ եմ եղել, մարտակից ներեգություն խնդրեց, որ Քոչարյանի օրոք ստիպել են իրան, որ Տեր-Պետրոսյանի քրոջը հարազատ դպրոցի ցանի։ Ինչ պիտի աներ դպրոցի ուսուցչուհին այն ժամանակվա նախագահին։ Այսինքն թե մարդիկ այդ աստիճան իդեոլոգիական հակասություններ են ունեցել, այդ աստիճան վախեր են ունեցել, որ ինչ որ մեկի քույրը կարա դպրոցում որևէ կերպ որ քարոզանի կամ չգիտեմ հեղափոխի աշակերտների ծնողներին կամ չգիտեմ ում իրանք այդ աստիճան վախենում էին, վախվորած էին, այդ համակարգի մասին շատ բան է ասում։ Բազմաթիվ անգամներ պատմել եմ, մենք հələ քաղաքի լավագույն դպրոցներից մեկն էր, պատուհան չունեինք, պոլիէթիլենային տոպրակներ էր պատերին, միլիոն անգամ պատմել եմ, չեմ ուզում նույն բանը 1000 անգամ ասեմ։ Եվ այսօր, երբ որ այո, հենց այդ օրոք կրթության աստվածները գրողը տանի դրանց եկել են ու ամբիոնից հոխորտում են, քանի դպրոց մանկապարտեզ ծախեցիք, հենց մեկը էս մանկապարտեզը մեր մոտի, մյուս մանկապարտեզները,
Էստոնական փողոցի վրայի դպրոցը մանկապարտեզը ո՞ր մեկն ասեմ, քանի մանկապարտեզ, կորպուս, վաճառեցիք այն Չայկովսկու դպրոցու պատմությունը, որ պիտի լիներ, որ կատելնի էր ինքը ջերուսման այդ ջերմասրահը ոնց են ասում կատելնի էր, հա, քանդիկ ծախիկ բան, հիմա էլիտար շենք եք կառուցել։ Անուններն չեմ ասում, գիտեմ, բան, ու զարմանալի է, որ առաջին հայացքից այնքան ինտելիգենտ մարդիկ են ներգրաված այդ process-ների մեջ։ Մեր նախին մշակույթի նախարարը, մյուսը ԿԳՄՍ-ն եւ այդպես շարունակ կրթության բաները ազգժեխա նախ էդի ազգին դիմելու ձևը, այան աստվածներ։ Ձեզնից լավ ժեխ, այդ ուրիշ պատմություն է իհարկե, բայց եթե անգամ այդպես է, էլի միլիոն անգամ այս թեմայի շուրջ խոսել ենք։ Այդ դուք եք 30 տարի այս ազգին այսօրը հասցրել։ Ձեր արժե համակարգով, ձեր դեմքերով, ձեր բարոյական համակարգով, մնացած ամեն ինչով։ Ձեզ են տեսել ու դարել են այն ինչ որ կայ ժողովուրդը կիրթ լավ ժողովուրդ էր 2000 տարի առաջ Մովսես Խորենացին էր ասում հայ ազգի մասին դու հյուսիսային ազգերիդ մեջ վեհագույնը ճիշտ է ողբում էր այդ վեհագույն ազգի հասցեին բայց հարցը դա չի հայ մարդը այս բարոյական արժե համակարգը կերտեց վերջին այս տասնամյակների ընթացքում որովհետև ինչ տեսավ են սովորեց ալանթալանը ամեն ինչի վրա թքած ունենալը բեսպրիդելը սանձարձակությունը հայերեն ասած որ որևէ մեկի առաջ պատասխան օրենքի եւ բարոյականության առաջ գոնե չի տալիս ունես միջոց ունես պապա ունես քավոր ունես չգիտեմ մնացած հենարանները եւ արա ինչ ուզում ես հետո այդ ամեն ինչը դարձավ արդեն ինչը դարձավ էկրանավորման մեջ, որովհետև փող տվողները, ես ինչ եմ ասում, հովանավորից կարևոր բան էս աշխարհում չկա, որովհետև հովանավորը որ փող է տալիս, կինո են նկարում, սերիալ են նկարում, թատրոն են բեմադրում, ռադիո են խոսում, ինչ են անում, փառք ու պատիվ այն հովանավորներին, հանձինս նաև մեր հովանավոր, որ կյանքում բովանդակությանը չեն միջամտել, բայց ես գիտեմ, որ մեծամասամբ հովանավորչական բաները թելադրում են ինչ լինի, ոնց լինի եւ այլն։ Եվ այդ սերիալները քրեական դրամաներով, քրեական պատմույթ 30 տարի որ հրամցրեցին, իրար վիզ մորթելով ցույցեին տալի խավարման օրը, վրեժխնդրության ջատագովը, չգիտեմ ինչական, եսիմ ինչը, աստվածների վրեժությունը, sense բաներ դաժան մարդասպանությունները, որ 30 տարի ցույց տվեցին, այդ մարդիկ էին փողը տալի իրանց մի հատ մեր ախպոր նման մի բան խաղանք մեջը բան կամ ինչ որ մեկի կյանքն էին վերցնում նկարում դառնում էր այն ինչ որ այսօր կա այդ վայրենությունը բանը ես վերջերս շատ հետաքրքիր զուգադիպությամբ այդ կոմեդիա երգիծանք որ ասում են հետաքրքիր զուգադիպությամբ էլի հազար անգամ դիտած կլինեք մեր բաներն էին նայում, այդ երգիծական հաղորդումները, բաները Կարփխաչյանքյան, Սվետլանա Գրիգորյան, հա, իրանց մասնակցությամբ ես նայում էի դալիճը ոնց է մեռնում ծիծաղից բառացիորեն մեռնում ծիծաղից ու այսօրվա մեր երգիծական թատրոնի նույն Հակոբ Պարոնյանի թատրոնի մասին եմ տեղյակ, որ տոմսերը չի վաճառվում, ով գնում է դժգոհ է շոկից մեռնում են եւ այլն ու նայում եմ այնտեղ պատմում են որ ժամանակին ինչ լեփլեցուն էր ինչ հասկանում եմ որ հիմա source-ը փոխվել է մարդիկ entertainment-ը ժամանցը դիտում են ինչ որ YouTube-ով, Instagram եւ այլն ժամանակ մարդիկ ավելի շատ թատրոն էին դեպի գնում որտեղ այնտեղ էին ուզում տեսնեն այդ բանը այդ բլոգերներ բաները այսօրվա պես չկային որ ամեն քայլին մտնում ես հահա թե ինչների վրա եկան հահայի ոչ ոք չգիտի բայց դա ինչ որ է սա մեկ էլ ամենաահավոր այդ պատմության մեջ որ տղամարդը թրաշով կնոջ դեր է խաղում այդ բլոգերներ էլի ես ոչ մեկի հիմա ամեն մեկը մի ձև հացի փող է առնում տունտեղ են դնում ես ոչ դատավոր եմ ոչ բան եմ ընդհանրապես իմ գործը չի բայց իմ կարծիքով որոշակի քարոզչական բան էլ կա էլի որ երեխեն հետո բաներից են խոսում ճիշտ է այդ ինչ որ գեյ ռոպագանդա չի իհարկե չէ բայց որ նայում ես ասենք հասուն տղամարդ է որ կինա խաղող կանացի բաներ անում ինքը տենց հայտնի է այդ ձևաչափով այդտեղ լիքը հարցեր է առաջանում ծիծաղալու է օքեյ երևի ծիծաղալու է չգիտեմ բայց հարցեր կան
Ինչևէ, լավ, երիտասարդության այս թեմաների շարունակությամբ անպայման ասենք, որ մենք նշեցինք երիտասարդության օրը, հարգելի բարեկամներ, մեզ լսող հարգելի երիտասարդներ, ողջույն, իդեպ երիտասարդությունը տարիք չի, դա հոգեվիճակ է, ես վստահ եմ, ուստի մեր բոլոր այն ռադիոլսողներին, ովքեր իրենց երիտասարդ են համարում, շնորհավորում եմ այս օրվա կապակցությամբ եւ իհարկե այդ օրվա շրջանակներում բազմաթիվ շնորհավորական ուղերձներ հնչեցին, կոչեր հնչեցին, ամպագորգոր եւ այլն, բայց ամենակարևորը այդ կերպարների բանն է, էլի, ինչպիսին է այսօրվա երիտասարդության կերպարը, ինչ արժե համակարգ ունի այսօրվա երիտասարդությունը, ինչ է տեսնում, ուր է ձգտում, ինչ է ուզում ունենալ եւ այս ամբողջ պատմության մեջ սենց գալիս է մի հատ պաթետիկ պաստառ, որը կախված է այստեղ Երևանի սրտում հայրենասիրության մասին, հայրենասիրության քարոզի։ Ձեր կարծիքն եմ ուզում իմանամ, հարգելի բարեկամներ, ըստ հայրենասիրությունը պետք է արդյոք քարոզվի, հա? Վտանգավոր չի։ Դասականները ասում են հայրենասիրության քարոզը այն երկրներում, որտեղ պետական մակարդակով է, այդ պետության ապագան վտանգված է։ Հիմա դասականները չգիտեմ վիճենք թե չէ, բայց իմ կարծիքով որտեղ պետական մակարդակով հայրենասիրությունն է քարոզվում, վիճակը օրհասական է։ Մտորումներս նրա շուրջ են, որ հայրենասիրության քարոզը պիտի ոչ թե քարոզ լինի, այլ այդ զգացումը այնքան բնական բան պիտի լինի, ինչքան որ օրինակ մորդ նկատմամբ սերը։ Մենք չենք քարոզում, չէ՞, մորդ սիրիր, ծնողից սիրիր, հարգիր տատիդ, հարգիր պապիդ, չէ՞, տենց բաներ չեն քարոզում։ Մոր նկատմամբ սերը քարոզից վեհ է, չկա տենց բան։ Հա, բայց պիտի հասնենք այն կետին, որ հայրենասիրությունն էլ ինքը լինի այդ բնական process-ի նման բան։ Երբ որ Երևանի թաղամասում հայրենասիրության պաստառ է կախած, այդտեղ ինչ որ վտանգավոր տար եմ ես նկատում, այսինքն խնդիրը այնքան օրհասական է, որ պետք է պաստառներով հայրենասիրություն քարոզվի։ Սիրիր հայրենիքդ պաստառով։ Եվ հենց այդ հարցի մեջ կարծես թաքնված է մեկ այլ շատ ավելի հարց պատասխան, շատ ավելի པարզ պատասխան։ Չէ՞ որ մենք չենք քարոզում սիրել մորդ։ Ամեն առավոտ պաստառներով չենք քայլում, չենք կազմակերպում քարոզարշավներ, հերոստամարաթոններ, հանդիսավոր ակցիաներ հիշեցնելու համար, որ մորը պետք է սիրել, որովհետև մոր նկատմամբ սերը բնական է եւ ինչ է բնական է, այդ քարոզի կարիք չունի։ Մայրը մեր մշակույթում դարեր շարունակ մեր պատկերացումներում եղել է ոչ միայն ամենահարազատ մարդը, այլև սրբությունը, սրբության սահմանին կանգնած կերպարը, մայր բառի մեջ են եղել մեր ամենավեհ գաղափարները, նույն մայր հայրենիքը, մայր բնությունը, մայրաքաղաքը եւ մնացած շատ վեհ գաղափարները, ու եթե այդպես է, ապա ինչու նույն զգացումը ավելի մեծ ընդգրկմամբ մայր հայրենիք գաղափարի մեջ չի կարող տեղավորվել։ Ինչու պիտի հայրենիքը մեզ համար դառնա մի բան, որի հանդեպ սերը պետք է անընդհատ բարձրախոսով քարոզվի քաղաքական ֆրակցիաների կողմից, հա, ազգային ժողովի ամբիոնից, մեկը այսօր նայում ենք։ Բայց քարոզիչները, այդ քարոզիչներին դուք տեսել եք, հա? Քարոզիչներին այսօր 5-րդ Շարասյան կարկառուն ներկայացուցիչներ։ Կարկառուն ներկայացուցիչներ, 5-րդ Շարասյան։ Վաղուց ծախված ամենաստոր տերերին գրպաներում 6 հատ անձնագիր անպայման, հա, Բուրկինա Ֆասոյի մի հատ էլ ունեն, երեխեքին դրսերը տուն ու տեղ ու անպայման էլիտար մաշնա առած դրած տակները, այդ երեխեքները օկրտության համար չեն գնացել դրսում, չէ։ Հին ու բարի, հույս հավատ, կայֆավատ հասկացողությունների հետքերով գնացել են դրսերը, ուրիշ բան որ ուղարկեն գոնե ասենք լավ ես գրփետ չրփել եմ այլանդակ եմ կեղտի կտոր եմ դարե, բալես դու մի արա ապրեք երեխեք, բայց մեզպես չապրեքի նման գոնե այդ միլիոնները ուղարկի մար դառնա, չէ։ Մեկը մարդասպանա փախած, մեկը գողավազակա, մեկը սրիկայա, մեկը ուրիշ բաներ է, մեկն էլ այնքանա քթերը քաշել, բանի պետք չի։ Եվ գիտեք, այդ անուններն ու տեսքերը արդեն եկավ ձեր աչքի առաջ։ Էլ չեմ ասում նանարիկ ֆանարիկների մասին, էլ չեմ ասում որ դրանց papaները իրանց աղջիկներից 5 անգամ ջահել աղջիկների հետ եւ այլն, հա, ու 6 հատ եկեղեցի պիտի սարքի անպայման որ տերը ների։ Տերը ձեր հետ վարվելու անես, ոնց որ դուք այդ նանարիկ ֆանարիկների հետ սիրիր մերձավորիդ ինչպես քեզ կարկախոսով։ Նենց որ գլխիդ գալիքները չգիտեք, բայց դա կարևոր չի, հա։ Մի խոսքով բարեկամներ։ Իմ կարծիքով
Հայրենացիությունը սկսում է շատ ավելի փոքր տեղերից, շատ ավելի պարզ, շատ ավելի հասկանալի տեղերից, որ մեռնենք, չէ՞, խոսել ենք։ Հայրենիքի համար մեռնել պետք չէ, հայրենիքի համար ապրել է պետք, ապրել օգտակար եւ գեղեցիկ կյանքով, պարկեշտ, հնարավորինս լավ քաղաքացի լինելով։ Պետք չի գոռալ, ղժալ, լավ քաղաքացի։ Օրինակ, փողոցում չթքել բերանի պարունակությունը չմաքրել, հանրային տարածքը սեփական տանպես մաքուր պահել, պատուանից աղբը չնետել, հա, երթևեկությունը պահպանել հնարավորինս, այս մեր այլանդակ երթևեկության մեջ ինչքան որ հնարավոր է, պահպանել երթևեկության կանոնները, չխցկվել վերջի րոպեին sense գալ մանանել եւ այլն, հա։ Հայաստանը այն վիճակում է, ես խորապես համոզված եմ դրանում, մենք վախում ենք Թուրքից, Ադրբեջանցուց, որ վնաս են տալի պետականությանն են սպառնում եւ այլն, մեր պետականությանը սպառնում է մեր երթևեկությունը։ Ես դրանում համոզված եմ։ Ոչ մի թուրք, ազերի, Պակիստան եւ Ալ-Քայդա այդքան վտանգ չեն սպառնում մեր պետականությանը եւ մեր ինքնությանը, որքան հայոց երթևեկությունը, հայոց աշխարհի։ Ինչ երթևեկություն է, այդ ինչ ձև է, այդ ինչ են Երևան դարձած իմ սիգնալաշեն, այդ ինչ օկեներ, ես այսօր ամենայն անկեղծությամբ մեքենան չեմ հանել ընդհանրապես, հետո քաղաքի կենտրոնում երկու հատ գործ ունել, հետո տաքսիով եմ գնացել եկե, աստղաբաշխական գներով Երևանի համար, աստղաբաշխական գներով, բայց այդ փողոցներով, այդ բաներով մեքենայով անցնելը դա չարիքների չարիքն է։ Ընդհանրապես էլի այդ տարերի մասին խոսելով ամբողջ համացանցը տարածված է նկարներով, որ Արագածի լեռան մոտ բան կա, չէ, լիճ կա մի հատ, քարի լիճ։ Եղած կան մարդիկ այդ քարի լիճ է կոչվում, խոսքով այդ քարի լիճը գնում են հանգստանում են, լավ են անում, հա։ Ժողովուրդը շոկից փախնում է, գնում է նստում են, ով ինչ ունի, հացպան իրա, ձմերուկա բան, ուտում են իրանց համար, հովանում են բան, բայց կան նաև այնպիսի կեղտերը, այդ ամբողջ աղբը, այդ կեղևները, ձմերուկը, պոլիէթիլենային տոպրակները եւ այլն, բան, սաղ դաշտով մեկ դաշտ ու հովիտ, ծայրից ծայր, ամեն այդ կեղտերն ա թափած ու նկարել էին, գնացել էին բլոգերները, բաները, ռուսներին 1000 հատ անուն եք դնում, բայց կան ասեք, որ այնպես ռուսներ կան, եկել էին այս մեր Հրազդանի կիրճը մաքրում էին, եք արդար լինենք, եկել էին մեր ձորը, այստեղ Հրազդանի կիրճը, ռուսներ, բլոգերներ, մաքրում էին, անվճար, պոլի եկել էին մեր կերազն ու խմանցն էին հավաքում տանում, եկեք լավն է ասենք։ Նույնն է ատեղից իմացանք, այդ բլոգերները բաները գնացել են, ասում են ոնց հնարավոր է sense բաներ անել, հա? Ազերիները եկան այդ բաները ձմերուկը գերան թափեցին գնացին։ Ձմերուկը հələ օրգանական բան է, ասում ես լավ հողի մեջ կնեխի կփդի գնա, պոլիէթիլենային տոպրակներ, շշեր, կոկա-կոլայի, եսիմ ինչեր, այդ միանգամյա օգտագործման պլաստիկ ափսեները, plastic plates, forks, knives, մնացած ամեն ինչները, ոնց կարելի է ժողովուրդ ջան։ Հասկանում եմ, որ մի հատ տականք տես բան արել, ես ընդհանրացնում եմ, չեմ ընդհանրացնում։ Ես ասում եմ, որ դա էլ է պետք ասել։ Այդ ճառերը, որ անում ենք, այդ որ պաստարա կախած Երևանում, որ ասում եմ, հայրենասիրություն, մեր մեծերը, մենք հպարտ ենք եւ այլն, դա շատ լավ է, օքեյ, հպարտ ենք Թումանյան, հասկացանք բան, բայց մենք պիտի այդ տականքներին ցույց տանք ազգային անվտանգության ծառայությունը, ներքին գործերի նախարարությունը, դեպս որ կանչել էին ասուլիս էր ներքին գործերի նախարարության։ Այդ ասուլիս բան որ անում են։ Ինչի եք այդ մարդկանց անունները ԱԱԳԳՑՑ, ինչի եք տես բաներով գրում։ Գրեք, անչափահաս երեխեք են անունները չեք հայտարարում։ Լավ, նկարը ցանկալիան նկարն է ցույց տակ, բայց դեմքը փակ քաղաքացի ՎՎՆ-ը։ Այդ ինչ բան է։ Ինչի է ՎՎ։ Հենց ցույց տվեք անունով, ազգանունով, թող իմանան, բա ինքն է ամաչի։ Միայն տենց է հաղթահարվելու։ Մեր ժողովուրդը այնքան ամբիցիոզ է, որ ամեն ինչը կուլ կտա, բացի իր անունը պախարակելուց։ Բա պիտի պախարակվի, որ երկրորդ անգամ չանի։ Չէ՞ մատ, երեսը փակած ՎՎ-ն կերելա մամա, մյուս անգամ եք ուտի այդ նույն բաներից լիքը։ Լիքը պիտի խայտարակվի անպայման։ Եվ այն անմեղության կանխավարկածը աչուցա խառնում եք սաղի, բա դա ցույց եք տալի հիմա, ահա, всё, բռնել եք, տանումը կալանավորում ենք 2 ամսով։ Ցույց տվեք երեսը, ինչի՞ք փակել։ Սխալ եմ ասում, ասեք սխալ է ասում։ Հենա, նայում եմ պետական այս
հրապարակման մեջ ասում է օգոստոսի 15-ին համացանցում լրատվամիջոցներում բլոգերներում տարածվել է Արագած լեռան լանջին գտնվող Քարիլիչ տարածքում կուտակված հսկայական աղբի լուսանկարները եւ կից տեսանյութը։ Դրանց հիմքով բնապահպանության ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։ Տեսչական մարմնից հայտնում են, որ վարույթի ավարտից հետո հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Դե օքեյ, թող տրվի տեղեկությունը։ Սպասում է հանրությունը, քրտնաբուխ է շոկին, սպասում են բան, այդ մարդկանց դեմքերը պետք է ցույց տակ, բրդել են։ Տանում են, կալանավորել են, վվն բանար է, կոլայախմը շիշը նետել է բան, ցույց տվեք, կախեք այդ մեծն մեր մեծերը, Պաստար Թումանյան, մի հատ է գրեք մեր փոքրերը, մի հատ է կողքի է դրանց կախեք, ցանկալի է իրանց կախեք, բայց դա սպառնալիք է բանի, պետականությանը նկարը կախեք, նկարը կախեք, ինչև է, դրանպես մենք որպես հասարակություն ինչ ենք հասկանում հայրենասիրություն ասելով, մի հատ շարադրություն կարելի է կազմակերպել, չգիտեմ, ռադիոն թող միանա այդ գաղափարին, ինչ պատկերացնես, ինչ էջեր կգրեն, ինչ բաներ հայրենասիրություն, բայց ամենապարզ բանը է դա, հայրենասիրությունը, ովքեր Հայաստանում են ապրում, հիմնականում իհարկե հայաստանցիների մասն է խոսքս, լինել լավ քաղաքացի։ Վերջ, մնացածը մեռնեմ սիրտս, տամ ջիգերս, դժվժիկներս, լավ քաղաքացի։ Ինչ ասել է լավ քաղաքացի, դա էլ է լայն հասկացողություն։ Իմ պատկերացնամբ ասենք նորմալ, ասենք օրենքը քիչ թե շատ հարգող, հարկերը մուծող, քաղաքացիական պարտքը տվող, պարտավորությունները բանանով, սրտացավ, բայց դե խողովակը ծակա, ոչ թե մի անգամից մտնի բլոգերի պես, այնքան ամեն քայլին ինչ հիշում եմ, այդ կոյուղու ջրերը չրչրալեն գնում, ոչ թե բլոգ նկարեմ կայանամ, այստեղ լսեք այս չրչրիկը գնում, այստեղ պոկածա, այստեղ բանա, զանգեմ քաղաքապետարան, բարև ձեզ, այստեղ մեզ մոտ այս Քակաստան ադարայի կներեք արտահայտության համար, կգաք այս կոյուղաջուրը խելրանք, այս 45 աստիճան շոկի խոլերային կպտելու, կգաք վերջապես Ազիզ ջան, այստեղ ասֆալտապատեք եւ այս խողովակը փոխեք։ Այո, քարտելի քաղաքացի, մի երկու անգամ այդպես ազդա ահազանգեմ, հետո նոր բլոգ անեմ, ոչ թե կայանամ պետության բաց թողումների վրա, ոնց որ մեր բլոգերների 90%-ն է անում։ Մի բան տենում բազում նկարում են, շուխուր են գցում, բան, լավ եք անում, օքեյ, լավ եք անում։ Բայց մինչև այդ բլոգը բանը, դուք զանգել եք մի հատ հեշգից։ Մի հատ զանգել եք պատկան մարմիններին։ Պատկան մարմինները բանատեղ չեն դրել։ Ամենայն անկեղծությամբ ես լիքը հարցեր ունեմ իշխանությանը։ Մանավանդ քաղաքապետարանը, գիտեք, երթևեկության հետ կապված այդ Սարյանի միագոմանի սարքելը, մետրոն, մյուսը, այնքան ասեմ, հոգնեն բոլորը։ Բայց մեր օֆիսի ծառերը, բաներ էր, մեծ հսկայական թղկի է, այդ թրթուրեր են և որդեր են և ոնց է կոչում, չգիտեմ, սենց բլոջներ էին ու իրոք շատ վատ վիճակ էր 4 կոմը։ 3-4 անգամ զանգեցինք, մարդիկ եկան սրսկեցին, ամենը վերացավ, մաքուր, սիրուն բան, բակի հետ ասվալտապատումը, որ պատմում էի, որ բասկաթոր էին դրել փոսի մեջ, որ ավտոները չգան ընգդեն։ Եկա ասում եմ, այս բասկաթորը դրել եք, մեկը զանգել եք քաղաքապետարան, բա չէ։ Զանգեցինք, մարդիկ եկան, մենք էլ այն ժամանակ բաններ այդ մեր Նոր Հայաստանի առավոտվա ծրագիրը կար։ Առավոտյան ծրագրի ուղիղ եթերում, բան այդ ամեն ինչը լուսաբանում ենք, եկան ասֆալտապատեցին, բան։ Ոնց կարաս ուրանաս։ Այսինքն ինչ եմ ասեն քաղաքացին պիտի մինչև այդ շուխուռ անելը մեր սիրելի մոննաթախարը պատկան մարմիներին դիմի, ասի եւ այլն, բան նոր իրանք ֆունկցիան չկատարեն, նոր դու արդեն դնես ու ինչ պետքա, ոնց պետքա, քանի անգամ պետք է հրապարակես։ Մենք էլ որպես մեդիա էլի եմ ասում, ցանկացած հարց բարձրաձայն ենք, ցանկացած։ Մեկ ինձ էլ են զանգում։ Ինչի՞ չես ասում, որ ստեղ սենց մի հատ բան ա եղե, նայում ես բան, ասում եմ, եղբայր, շատ լավ, օքեյ, այո, շատ լավ։ Վատա որ տենց է։ Ունեք քաղաքապետարանի հետ գրավոր, չգիտեմ, նամակ, բա չէ։ Դիմել եք քաղաքապետարանի, չէ, համայնքապետարան դիմել եք, չէ, մեյլ արել եք, չէ, թեժգից զանգել եք, չէ, բա ախպեր ջան, բա զանգել ես ռադիո, ես այն որ ասում ամեն քայլին գործ տվող մենք չենք։ Դուք ձեր քաղաքացու քայլերը արեք, նոր զանգեք ինձ, 10 անգամ զանգել ենք, 60 անգամ զանգել ենք, բան չենք արի, օքեյ։ Մենք միանում ենք որպես մեդիա, որպես հանրային տիրույթ, իհարկե 10 անգամ քաղաքացին զանգել է, 60 անգամ մեյլ արել չեք պատասխանի, ամոթ ձեզ ու գնանք մենք էլ մեր գործառույթը անենք։
Մի խոսքով, ընկերներ, ես շատ նուրբ է գուցե հասկանալու համար, մենք սովոր չենք մեր society-ին, մեր հանրությունը սովոր չի դեռ ոնց է պետք, ինչա պետք դրա համար։ Նայեք, ինչա ասում հիմա։ Ներքին գործերի նախարարությունը ընթերցում ուղիղ եթերից։ Ներքին գործերի նախարարությունը ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում քիչ առաջ տեղեկություն ստացեց, որ աջ նախաբազկի մասում այստեղ են ախտորոշմամբ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի անչափահաս։ Սկզբնաղբյուրի տեղեկություններով ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ Արտաշատ քաղաքի զբոսայգում գտնվող Տիր հրաձգարանում, Տիր, գիտեք այն այլանդակ բաներն են, որ պղ գնում են, որ Տիրը փագել է սա։ Տիրում 28-ամյա հոր կողմից Տիր տեսակի օդաճնշիչ հրացանով լիցքավորման ժամանակ հրացանի մեջ դրված պարկուճը դուրս է թռել եւ դիպել է վայ 2.5-ամյա երեխային տվել է երեխուն սպանել է իր երեխային 2.5 տարեկան հրացանը լիցքավորելու ժամանակ թռել է աջ նախաբազկի շրջանում պատճառելով վնասվածքներ դեպքի փաստով ոստիկանության բաժնում գործերը նախապատրաստում փոխանցել է քննչական կոմիտեն Արարատի մարզի քննչական վարչությունը հաստատում է տեղեկությունը ըստ կոմիտեի հայտնում են որ առողջությանը վնաս պատճառելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ եւ կտրվի լրացուցիչ տեղեկություն դու երեխուդ հետ գնացել ես Տիր ես 28 տարեկան 28 իցից 8 տարի ջահել է 8 տարի դու երեխուդ վերցրել ես գնացել ես Տիրանոց բալաջան 2 տարեկան դու ստե կանգնի papan մի հատ կրակի ուզեց կպնի շլորին կպապան ու այդ դու ինչի ես տենց բաներ անում արա մի հատ մատենադարան տար դու երեխու տար մի հատ թատրոն տար մի հատ կինո տար չնայած այս կինոներ կազմված Եվրոպայի նես թատրոն կազմված Եվրոպայի բայց մի հատ մշակութային կենտրոն տար դու որ 2.5 տարեկան երեխուն տանում ես Տիր մի հատ կրակում ես վրա հերոտատից տեղից դու չես մտածում վաղը մյուս օրը երեխեն գալու է տուն Այդ նույն հրացանով գալու է տուն հələ լավա տուն գա ազգային ժողով են մտնում այդ հրացաններով եւ այլն մի հատ է մի քանի հատ իրապես ազգական է հավաքում ու լինում է ինչ պետական հեղաշրջում մի արեք տենց բան ժողովուրդ ջան մի արեք այ ես ձեր ցավը տանեմ մի բուր ժողովուրդ ենք մնացել շունուգելի բաժին ենք դառնալու իհարկե փոքրիկին առողջություն այդ փոքրիկ երեխեն մեղավոր չի որ papan այդ խելքին է ծնող դառնալն է ամեն մեկի բան չի Աստված իմ չէ ամեն օր դրանում համոզվում եմ ծնող դառնալը էս երկրում էս վիճակով էս հնարավոր չի պիտի ծնվի ու փախցնես մի անգամից պիտի փախցնես մի անգամից հələ չծնված պիտի փախցնես մորը փախցնես հետո սաղին ի սկզբանե փախցնես հնարավոր էս մակարդակի մեջ դպրոցի մանկապարտեզնում որ մեկին հիմա օքեյ դու բարոյա գիտություն ես կարդում նա մեր ծանոթի Սա պատմություն եմ, այս ծնող չեմ, շատ բան չգիտեմ, բայց նայում եմ իմ տարիքի երեխեք արդեն թորներ ունեն, հա, պատմում է, բալիկ ջան, sense բարոյա գիտություն, բան կողքի ասենք, դասարանի երեխու papan այդ արժե համակարգը չունի։ Այդ դասարանցու հայրիկը, ասում է մի բան քեզ ասեն, քարը կվերցնես, կտաս գլխին։ Ահա, իսկ դու ասում այ բան, չի կարելի, քարի մեջ արյուն կա, վավակ, ասես բաներ ես ասում, են մյուսը ասում է, չէ, փեդով կտաս գլխին ես տեր եմ։ Ահա, հիմա ոնց, այսինքն քո երեխան պոտենցիալ զոհ է դառնալու այդ բաների վայրենության։ Մի քիչ խեղճ եղավ, ասելու են դոձիկա, էսա, էնա, բանից դա անցնի, չգիտես էլ ինչ անես։ Դրա համար այդ կրթությունը քիչ թե շատ պիտի այն արժե համակարգի մեջ լինի, որտեղ middle class-ը, այսպես կոչված, որի ներկայացուցիչն ես դու կամ քո կլասի մեջ, որ մեծ մասը այդ դավանանքը ունենա, այդ արժե համակարգի կարող է լինի։ Եթե դու բարոյական ինչ-որ բաներ ես տալիս փոխանցում սերունդին, բայց մեծամասնությունը շրջապատի տենց չի պրճկում է ծառերը, շներին քարերով լարում է, խամյակներին վառում նայում են երեխեքը։ Բենզին են լցնում, այդ բենզինը ոնց այդ երեխեքի ձեռը ոչ ոք չգիտի, դույլի մեջ լցնում, ճճտալ են, վառում են, նայում են։ Բայց այդ հասարակությունը ինչ երկիր է կառուցելու, ես ձեր ցավը տանեմ, ինչ է կառուցելու։ Երկիրն է վառելու։ Երկիր, որտեղ շներին կատուների պոչերը վառում են, աշկերը հանում են, այդ հասարակության աշկերն է դուրս գալու վաղը մյուսօր։ Չի կարա ուրիշ ձև լինի։
Չի լինում տենց բան։ Չես կարա դու 4 բոլորդ ջարդ ու փշուր անես ու երկիրը ծաղկի։ Nunca, никогда, never, ոչ մի անգամ։ Եվ հակառակը։ Չի կարող երեխան եւ հասարակությունը ծառ ու ծաղիկ տնկի, լճերը մաքրի, գետերը մաքրի, դաշտերը մաքրի, երեխեքի ոչ թե տիր տանի, այլ թատրոն ու կինո ու բան, եւ այդ հասարակությունը ձախողի։ Երկիր, որտեղ վաճառել են դպրոցներ եւ մանկապարտեզներ, երկիրն է կծախեն։ Տենց էլ եղավ։ Ու այդ նոր բան չի։ Աժոր ջան, նոր բան չի։ Աստված պապին գիտեր, որ մեզ տվել է ծովից ծով հսկայական երկիր, որ 2000 տարվա մեջ դավաճանենք, մի բան մնա տակը, որ մի 2-3000 տարի ձգենք։ Դու գիտեր ինչ սորտա ստեղծե, ինքնա չէ ստեղծես ախա։ Հա, ոսես դավաճանելով գանք պրծնենք, տնանք ինչ ենք լինում։ Բայց ես վստահ եմ, որ պատմության անիվը պատտվելու է դեպի լավ կողմ։ Եվ հիմա դպրոցներ են կառուցվում, հուսամ մանկավարժները, որոնք ատեստավորվում են, իրանք ուրիշ արժե համակարգ ունեն, ավելի հիմիկվա բան մի բան չի, եթե անկեղծ ասեմ, մի հատ դպրոց կա, Երևանում ա գործում, այն որ ազատ են թողում երեխեքին իբր, բանա, նոր մեթոդիկա է, մեծ ծանոթներից մեկի երեխում տարան ընդ է, 6 սատ դպրոց փոխեց, վերջը ընդ է ընկավ, վճարովի դպրոցը, ընդեղ նոր մեթոդիկա է բան, Google արեցի, տեղյակ չի շատ, հոտ ծանոթներից մեկի հետ հեռախոսազրույց ունեցա, մինչև եթերում խոսել է, ասում սենց բան կա, ճիշտ է, այսինքն ազատ են թողում երեխաներին, չեն պարտադրում տնային աշխատանք, հանձնարարականներ, ինչ որ առարկաներ հստակ բան, ասում հա ճիշտ է, անունը չեմ տալիս, դիտավորյալ, որ հանկարծ ինչ որ դատաստանի հարց չլինի, ասում հա, այնտեղ ամեն ինչ ազատ վիճակ է, երեխան իր մեջ պիտի բացահայտի, չգիտեմ ինչ է բան, հետո հասկացա մի բան, որ մերոնք այդ նոր մոդելավորումը կրթական օգտագործելով թաքցնում են իրենց երեխաների բացարձակ բանը բիզդարնեստ էլի այդ բառը այնքան եմ սիրում հայերեն հստակ եթե մեկը կարող է թարգմանել այն որ ոչ թե անտաղանդություն այլ բիզդարնեստ բացարձակ բիզդարնեստ ոնց է դի ասել որ ոչ մի տաղանդ ոչ մի ապիկարություն անշնորհքություն չգիտեմ այդ բառի հստակ թարգմանությունը եթե որևէ մեկը կա Էտա, ով երեխեն չի սովորում բան, վայ չէ իրան ինդիվիդուալ մոտեցում ա պետք իրան տվեցինք այդ դպրոցը բան, ոչ դա սան ու ոչ բան, բիսեդիկը գալիս են ծխում են, բլոտ են խաղում, գնում են տուն, բայց ինքը այտենց ազատ բան ա, այն ժամանակին կար չէ, ազատ ունկնդիր համալսարաններում բան։ Դեպ մեր շատ դասականներ այդ ազատ ունկնդիրներ էին, ոչ լավորից, փող չունեին, բան չունեին, լավ համալսարաններ կար, գնում էին երկու բան լսում էին, բան էին անում։ Բայց լուսավոր դարում Այս ինտերնետներում, այս աշխարհի անվճար դասերը համացանցում վխտում է։ Այ։ Այսօր մեր այս ստուդիան, որ սարքում եմ, ակտիվ շինարարության մեջ եմ, նայում եմ հեռուստատեսությունից, որ եկա օֆիս, այս որտեղ որ ռադիոն ենք սարքում, մեկ է տեսնեմ աֆրոամերիկացի սևական տղա բանվորական գործ անում, զարմացա ճիշտ ասած, որտեղ հիմնականում հնդիկներն են, որ Հայաստանում այդ գործառույթները անում եմ, զարմացա, ասում do you speak English, ախպեր ջան, վայ ինքն է զարմացավ, բան ասում, yes, I'm from Uganda, ասում, որը Ուգանդայից ախպեր ջան, ասում եմ, what are you doing here, ոնց ես եկել, Ոնց ես հասել բան, ասում է 3 տարի Դուբայում եմ ապրել, Դուբայում եմ աշխատել բաներում էլի I'm construction բան, okay, ասում and ասում do you have your opinion, can you compare people there and people here, ասում եմ որտեղ էին լավը ավելի համեմատի մարդկանց, ասում of course here sir, of course here, ասում ինչով է ստեղ ավելի լավ, ասում ստեղ մարդիկ, ասում շատ բան են ջուր են տալի, հաց են տալի եւ այլն եւ այլն եւ ինձ լավ զգացի։ Ճիշտ է, ահավոր վիճակի մեջ էր այդտեղ այն բան, էլի թիպն է տվեցի, ջուրն է տվեցինք, ամեն ինչն էլ այն օրը
պատուանից կինս էլ սուրճ, էլ են Մոցարտի Լյուդովիկոս կոնֆետները, ինչ ասես տվինք սաղ չրով մրով, բան ասենք մարդիկ թող ուտեն լավ ցան գնան պատմեն ուրիշ տեղ ասեն հա տեսեք մի նորմալ բան տեսանք բան հիմա Արաբի հետ Դուբայ ասում ենք թող մեզնից մենք լավ լինենք ավելի մենք ավելի լավը ներկայացնենք մարդիկ պատմեն տես Դուբայ ասում ես մարդը վատ հիշողություններ ունի ասում it was slavery sir slavery էր ստրկատիրություն էր Դուբայ տես ես էլ շատ ողջավորված եմ գիտեք Դուբայով շատ սիրում եմ հաճախ եմ լինում գործով եւ այլն բան բայց այդ չարքաշ աշխատանք կատարողները անունը լսել չեն ուզում Անունը լսում է, այդ ինչը, պայմանագիրը կապում ես, ստորագրում ես, պասպորտ հավաքում են, բան, հետո մտածում ես, ասում ես, իրոք մենք մեր երկրից ենք դժգոհում, բայց մեր երկիրը փառք է։ Լավից վատից դատարան կա, բան կա, ինչ որ լավից վատից օրենքներ կա, եվրոպական ինչ որ ասոցիացիաներ կան, մարդու իրավունք այլի լավից վատից, ընդ միապետություն, ընդ ամբողջ construction-ը շեյխի ձեռնա, շեյխի տղու ազգուտակի ձեռնա։ Հանկարծ մեկը մի բան անի դու կարաս գնաս շեյխին դատի տաս, ինչ որ մի բան Facebook-ում կարաս մտնես Դուբայի մասին բան ասես, գիտեք, էլի եմ ասում, ես Դուբայ հաճախ էլի լինում եմ գործով, շատ սիրում եմ, զուտ բանը, Vegas-ի էֆեկտը ունի, որ սա fake-ա, սիրունա լավ է, բայց ինչա տակից կատարվում գիտեք։ Նույնն էլ ընդեղ է։ Հա, եթե բիզնեսով ես ընտիր է, ազատ աշխատում ես, հարկ չկա, բան չկա, օքեյ է, բայց տակից են որ օ իրավունք, ON, հիշում եք։ Այս նույն մեկը մեր ռադիոյի պատմությունը։ Մի շաբաթ պիտի ընդե մնայի գործ կար, մի շաբաթ եթեր չկարացանք անենք, որտեղ Facebook-ը չի թույլ տալիս սթրիմ անել։ Facebook-ը փակ է։ Messenger call չես կարա անել, զանգել չես կարա, իրանց application-ով ես աստեղ ունեմ։ Իրանց հավելվածը։ Այս Քերիմը, մյուսը, այս El Arabian, այս Դուբայը, բանի El Arabian, որ մշտապես թռնում են բան, ու այս Քերիմը մենակ է դրանցով, մեկը մի հատ է կա խոսալունը, այս ինքան application-ն եմ աստված իմ ստե։ Ինչի? Որովհետև իրանց մոտ մոնիտորինգ է սաղարվում։ Ամենը իրանց մոտ ոչ մի բառ այս կողմ ենքում չես ասի։ Եթե չմտանք, հիշում եք այդ մի շաբաթը ինչ ընդեղ էի։ Դրա համար հարգելի բարեկամներ, շատ հարաբերական է։ Մի խոսքով ես մեր ընկերոջը հնարավորինս ոնց կարողացանք լավ դիմավորեցինք, լավ ճանապարհեցինք, թող իրանց լավ զգան, մինչև տեսնենք ինչ է լինում։ Okay, գնանք առաջ, հիմա գովազդային դադարն է մեզ մոտ լինելու հարգելի բարեկամներ մեր հարգելի գործընկերներին ասենք շնորհակալություն, որ մեզ հետ են մեր կողքին, որովհետև առանց գործընկերության Պարզապես հնարավոր չէ եւ հաղորդման սկզբում ես այս գործընկերության մասն էի խոսում, փառք ու պատիվ մեր գործընկերներին, որ կյանքում, դες գործընկերներ ունենք տարիներով մեզ հետ են, ասենք Sevan Meat Market-ը 3-րդ տարին է, LA Smart Blinds-ը արդեն 2 տարի կլինի, Level ռեստորանը էլի տարիներով գնում է, Lemon Law Boulevard-ը եւ էլի գործընկերներ ունենք, Vivaldi Catering-ը տարբեր նախագծերում տևական ժամանակ մեր կողքին, կյանքում բովանդակությանը չմիջամտեցին կյանքում դրա համար է շատ կարևոր է եւ շնորհակալություն եւս մեկ անգամ հիմա ասենք շնորհակալություն աուդիո ծանոթությունները լսելով վերադառնանք եւ ամփոփենք մեր զրույցը հեռու չգնանք 3 եկա հարգելի բարեկամներ ես եք անգամ բարի օր Արմուզիկ ռադիո Լոս Անջելեսի ամենահայկական FM հաճախականությունը բարի երկուշաբթի բոլորին ովքեր մեզ հետ են իրենց առավոտը սկսում են մեզ հետ իհարկե մեզ երեկոյան եւս լսում եք եւ շատ ուրախ ենք այդ կապակցությամբ մեր գործընկերներին ասացինք շնորհակալություն թարմացնում էի համացանցը եւ քանի որ ես գողավազակությունից խոսվեց ինչ որ գիտեք էջ կա հատիկ առ հատիկ հետ ենք բերում ես ենք անում եւ այլն ցո նոր տարածքի մասին է խոսքը որ հատվածի մասին է փորձենք հասկանալ հատիկ առ հատիկ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տիրապետման եւ վերադարձի հատվածում Վանաձորի Հրանտ Մաթեոսյան անվան այգում 1346 քառակուսի բակերեսով հողամասը ետ է վերադարձվել պետությանը շուկայական մոտարկված արժեքը 14 միլիոն դրամ է 14 միլիոն դրամ Okay, բայց գիտեք ինչ ես վերջերս այս պատմություններ եմ լսել որ այս հատիկ առ հատիկը լավ բան է բան չունեմ ասելու լավ բան է բայց այս վերջերս շատ հարազատ ինձ անձնավորություն դեռ անուն բան չեմ ասում դուք շատ լավ գիտեք Անես բան պատմեց իր հայրական տարածքի հողը օտարել են իր բացակայության ժամանակ ընդ construction-ա գնում այդ մարդը տարիներով սեփականատեր ա եղել մի հատ
ոնց է դա հնարավոր, ինչ պատմություն է, ես չգիտեմ, բայց երբ որ գործընթաց կստանա եւ այլն, դες ավելի մանրամասն վստահ եմ կներկայացնենք, բայց այս հատիկը լավ է, բայց այս տենդերներ են, բաներ են շահել, ծանոթներ ունեմ, այդ ասում են որ գնացին կեղծ աճուրներ են կազմակերպել, ինչ որ ամենայն յուղոտ կտորները որ կա, իրար մեջ վաճառել են, բաներ են արել։ Այս երկրում բարեկամներ, մեր երկրում, այս երկիրը ասում եմ սրտից արունակաթում կարող է տանի։ Ամեն ինչ հնարավոր է, եւ քանի որ այսօր մենք մեր հաղորդման այս 45 րոպեա եթերում խոսում եմ, հիմնական մասը այս հայրենասիրության կեղծ ձևաչափին էինք նվիրել, սրտացավ մարդու սիրտնացավում, հայրենասեր մարդու սիրտնացավում, հասկանում ես այդ բաները, որ դպրոցներ մանկապարտեզները նոտար է, հող է նոտար է, ծախել են կոպեկներով, չգիտեմ ինչեր եմ արել, իրանք կարծում եք եթերում լինի, տանը լինի, խոհանոցում լինի, գործի տեղը լինի, իրանք ասեն արա այս ինչա կատարում ես երկրում։ Երբևէ այդպես բան կասեն, չեն ասի, որովհետև այդ քաոսի հեղինակները իրանք են, իրանք թքած ունեն այդ ամեն ինչի վրա։ Մենք ենք այդ դառը պտուղները քաղում, դրա համար է մեր սիրտը ցավում, ուզում ենք նորմալ լինի, նորմալ։ Այս վերջերս մի հատ ուսումնասիրություն եմ ընթերցում, այդ նորմալ, որ ասում եմ, ուսումնասիրություն եմ կարդում, ասում եմ բոլոր հասարակություններում, բոլոր հասարակություններում արիստոկրատիայի այդ մտավորական բառը չեմ սիրում, էլի ես այդ մտավորական, այդ ինչ է, այդ մտավորականներ, բառը ասում է պայթուցիկ, մտավոր գլուխ տրակցնոցի, մտավորական, դա անելու բան է, բայց ոչ, այդ գլուխ տրակցնոցիները, մտավորական, եւ այդ ամենաստոր սանդղակում պլեբեյ էին ասում հին հարավում, պլեբեյցիզմը, հայերեն չգիտեմ, կա տենց բան մեր մոտ։ Պլեբեյցիզմը ոնց ասես, հասարակության ամենաստորին շերտում գտնվող, էլի նարկոման, բաներ, ալկոհոլիկ, ամբարոյական, մարմնավաճառ, գողավազակներ, թալանչիներ, ամենա ներքևի հատվածում, հա։ Մտավորականները եւ այդ պլեբեյցիզմը տոկոսային հարաբերակցությամբ մոտ է իրար շատ։ Նույնը չի, բայց շատ մոտ է։ Խնդիրը այդ middle class-ի մեջ է։ Middle class-ը ավելի շատ մտավորականին է ձգտում, թե ավելի շատ պլեբեյցիզմին է ձգտում։ Այդ հասարակության ուսումնասիրությունը ֆանտաստիկ է։ Եվ ճիշտ է, անունները չի ասում, ասենք ֆրանսիացի, գերմանացի, հայերը, վրացիները, այդպես չի թիրախավորում հստակ, բայց ընդհանուր society-ին հանրությունը, երբ որ անալիզի է ենթարկում, շատ հետաքրքիր բացահայտումներ անտեղ։ Այսինքն այդ middle class-ը, որի մեջ մենք ենք, բոլորս ենք։ Մենք ոչ այն արիստոկրատներն ենք, ոչ էլ պլեբեյցիզմ ենք հեռու տնից տեղից, middle class-ն ենք, բոլորս էլ մեր։ Մենք որպես այդ է կարևոր, ավելի շատ ձգտում ենք դեպի այդ արիստոկրատիան, թե ավելի պլեբեյցիզմը։ Այս սրա շուրջ է պետք մտածել։ Ամեն օր 45 րոպե գնում եմ այդ ստուդիան մեր այդ հերոստատեսյան, հա, Նոր Հայաստան գնում եմ, գալիս եմ, այն ամենաբանուկ տեղերով եմ անցնում, որտեղ արտահայտվում է մարդու բնավորությունը, հոգևոր դասը, մարզականությունը, որտեղ մեր տնից որ դուրս եմ գալի, ստադիոնի մոտով եմ անցնում, Աթենքի փողոցով եմ իջնում, Սուրբ Սարգիս եկեղեցու մոտով եմ անցնում, հետո Փակ շուկան է, հետո մսկիթն է պարսկական, հետո հրապարակ եմ հասնում Հանրապետության հրապարակ, այսինքն բոլոր այդ ձևաչափերով, իր բոլոր բաներով անցնում ես մարդկանց տեսնում եմ, մարդկանց որտեղ ինչ ձև է, փողոցը ոնց անցան, ոնց քշեցին կարմիր լույսի տակով, ով ոնց անցավ, ով են Փակ շուկայի մոտի ներքևով ուզեցավ գա, ասենց խցկվի, վթարային իրավիճակ ստեղծի, վարորդին երթուղային տաքսու զիջեցին, թե չզիջեցին եւ այսպես շարունակ։ Աստված ինձ հետաքրքիր բացահայտումներ է։ Ես ուզում եմ հավատալ, որ մեր այս 8 տարվա ռադիո եթերները, այս մեր update վերլուծականի ինքը այդքան էլ վերլուծական չի, էլի, ես չեմ սիրում այդ քաղաքական հեքիաթ պատմել, ես երևույթներն եմ վերլուծում, երևույթների մասին եմ ավելի շատ խոսում, իհարկե հաղորդումը վերլուծություն է, բայց քաղաքական վերլուծությամբ ես չեմ սիրում զբաղվել, որովհետև այդ սախսուտ բան է, այդ հեքիաթները, այդ կարդում ես, գալիս ես պատմել, այդպես բաներ չէ։ Ասենք երևույթներից եմ խոսում, օրինակ այսօր այս հայրենասիրության այս պաստառի մասին եմ խոսում, Լոս Անջելեսում մեզ լսող հարգելի իմ հայրենակիցներ, իմ թանկագին ռադիոլսողներ, մեր վերլուծությունները ARTN-ով գնում են եթեր անպայման դիտեք YouTube-ով էլ իհարկե կա, բայց
Մտածում եմ անգամ կարելի է մեր ռադիոյում օգտագործենք ամեն օր արտադրում ենք, ինչու՞ չէ։ Ուղղակի շատ կլինի ես խուսափում, որտեղ ռադիոյում գովազդներում հաճախ եմ լինում եթերում երկու հատ հաղորդում, բան շատ չեմ ուզում լինի, դրա համար էդ էլ չեմ ավելացնում, բայց ամեն օր 10-12 րոպե մտորում եմ ձեզ համար բարձրաձայն եւ այդ բոլոր մտորումները ասենց որ հավաքում եմ բանի մեջ լինելու է մեր երկրորդ հատորը գրքի հայ ամերիկյան օրագրի, որի վրա բավականին ակտիվ աշխատանք եմ տանում։ Դե ինչ, հարգելիներս, 1 ժամ է, հա, 52 րոպե, լավ, մի ժամ չկա, խոսում եմ, մի հատ հարմացնեմ համացանցը, տեսնեմ ինչ բան կա։ Համարդ, այս Տրամփն էլ էլի անելու բան չարեց, այս Տրամփն է։ Իրոք, գիտեք, այս տիկին Քամելա Հարիսի եւ Տրամփի ընտրապայքարի մեջ եթերում ասացի, ես իհարկե Տրամփին էի աջակցում, հա, եւ որովհետեւ այն ժամանակ իհարկե ինքը այդ մանիակալ տարերը ուներ իր մեջ, ինչ խոսք, բան, բայց այ մարդ ես այդ Քամելա Հարիսին տանել չեմ կարող, էլի կներեք, հիմա այս մերոնց պատմությունն է, ասում են Նիկոլական, ասում են ես ձեռներս ջարդեն, ես դաշնակին չեմ ընտրի, էլի ոնց ասեմ, էլի ախպեր ջան, ուզում ես Նիկոլական ասա, ուզում ես ինչական ասա, չեմ կարա գնա, ես դրանց այս այդամ ընտրեմ այն մարդկանց, ովքեր ինձ իմ տնից, իմ երկրից հանեցին, ասին չէ գնա իրեք բարձրագույն կրթությամբ չոլերը գնա Յուտայի փողոցները ավելի որ մարդ դառնաս, հա, ես դրանց էլի ընտրեմ, ինչ անեմ, որ իմ երեխեքն է այդ օրը ընկնեն, հա, որ իմ հարազատներն է ինձնից, չգիտեմ, 30 տարի փոքրներն են, ովքեր նոր կյանք են մտնում, իրանք այդ օրը ընկնեն։ Այդ եմ ասել։ Ով որ չի հասկանում են, ստի մի հատ դիրիժոր կա, ոչ մարկությանա պետ, ոչ բնությանը, դրա անդրադարձել է իմ մասին է խոսացել, բան արել։ Ախպեր ջան, դու ընդ Uber-ի շոֆեր, ես իմ երկրում իմ համար ապրում եմ, իմ երկրում իմ համար ոնց կարում եմ, ոչ մեկից ավել չեմ, ոչ մեկից պակաս չեմ, բայց ոչ մեկին գնահատական չեմ տալի, դու նստել ես ամերիկաները իմ մասին ախպեր ջան, ինչի ես խոսում, են էլ վատ բանով։ Ինչ է, ոչ քեզ տեսել եմ, ոչ քո մասին լսել եմ, ոչ քո բացարձակ կապ չունեմ, ոչ փող ունեմ քեզ տալու, ոչ դու ինձ ունես, բացարձակ իրար հետ կապ չունենք, ախպեր ջան, դու իմ մասին ինչի ես խոսում, վատ բաներ, հա, այդ չստացված դիրիժոր։ Ինչ եմ ես, աշկդ հանել եմ։ Ինչ եմ ես քեզ արել։ Այս մարդիկ ու հայրենասեր են իրանք։ Չենք ներելու բան, դու ով ես ներես, դու ինչ ես քեզնից ներկայացնում այդ փայտիկը ձեռիդ գնալով հաստանում է, վտանգավորա դառնում, մի արա տես բաներ։ Իմ հետ ու ես ինչ քեզ ինչ եմ արել։ Ես իմ երկրում ամբողջ օրը սոցիալական հարցեր կարում եմ, քարի վրա դնում եմ, չեմ կարում, այդ քարին ձեռ չեմ տալի, ասում եմ եկը ավելի շնորհքով մարդ կգա, քարի վրա կդնի։ Ոչ մեկի հետ, ոչ այնա, մի կոնֆլիկտ կյանքում չեմ ունեցել, ոչ մեկի հետ։ Բայց ինչի է, ներվեր ունեմ ես ներվեր ունեմ, ինչ կոնֆլիկտ, ինչ բան։ Հասկանում եք, գործի տեղը, որ գործի տեղը, ես հիմա լիներ, հետո լիներ, 6 ամիս առաջ լիներ, բացարձակ կոնֆլիկտ մարդ եմ։ Մերոնք սա զարմանում են, ես մեր հերոստատեսությունը ինքը լրիվ կոնֆլիկտ է, հասկանում ես, որտեղ այնտեղ ամբիցիոզ մարդիկ են, հաղորդավարներ, 15 տարի, 20 տարի ես գործի մեջ եմ, գիտեմ։ Բոլոր արվեստի բաներում բոլորը ամենասիրունն են, ամենատաղանդավորն են, ամենալավն են, բայց բոլորը տենց ամբիցիաներ ունեն։ Կյանքում ոչ մեկի հետ ոչ մի բան չեմ խոսացել, կյանքում մեր ռեյտինգներ են վաղ որ 1000 հատ նախագիծ կար, հիմա ոչ մի բան չկա, ոչ մի հեռուստատեսությունը ինքը մեռնող արվեստ է։ Առաջ 1000 հատ նախագիծ կա, մրցում էին։ Տեսար ինձ սենց նային, ինձ սենց նային, իմը սենց ռեյտինգ բերեց, իմը նենց բերեց։ Այ մարդ ես բանը չեմ, ախպեր ջան, ինչ էր կոչվում այդ Time Warner-ը ինչեր, ես այդ չափի չանձնաժողովը չեմ կամ ստեղ։ Ես ինչ չափեմ, ինչ բան անեմ, ում հետ ինչ։ Հիմա մեր ամենայն այն ռաբիզ երկիչը, 100 միլիոնով դիտում ունի Տիգրան Մանսուրյանը 40,000, հիմա ճիշտ է, ես Տիգրան Մանսուրյան չեմ, ոչ էլ այն ռաբիզ, համեմատությունն եմ անում։ Մոցարտի Պարտիո Լակրիմոզան 1 միլիոն ունի, 3 դուս եկած են մի հատ երգ կա, ահավոր մի հատ երգ կա, նոր մերոնք են գրել, հա, արդեն 4 միլիոն է դիտումը։ Հիմա ինչը Մոցարտին տվեցին անցան, չէ։ Դրա համար այդ թվերը մի քիչ հարաբերական բան է։ Օգտակար գործունեության գործակիցը պիտի նայես, ուր ատանում, ուր ես գնում ու ինչ ես ուզում, ինչ հարց ես ուզում երկարաժամկետ բանով լուծել։ Ես երկարաժամկետս 8 տարի մենակ ռադիոյով խոսում եմ, նոր որ մտնում էի հեռուստատեսություն 16 տարեկան պատանի, էլի նույն խնդիրն էի ուզում լուծել։
ունենալ հնարավորինս ոչ միտեղ կիրթ, նենց բոլոր կիրթ հասարակություն չկա։ Չկա տենց բան։ Ամենակիրթ հասարակությունը ըստ ուսումնասիրությունների Կանադայի հասարակությունը, բայց այնտեղ էլ նայում ես, ինչը։ Մեկ-մեկ դնում եմ Downtown Toronto YouTube-ով նայում եմ։ Էլ դոշակով հոմլեսներն են թափած, էլ շիշը ձեռը ալկոգոլիկներն են վազում, ամենտեղ կա։ Բայց հեռանկարը ուզում եմ, որ իմ հասարակությունը, հայ ժողովուրդը, հայ մարդը, մանավանդ երկրում ապրող, էլի եմ ասում, մանավանդ երկրում ապրող, լինի հնարավորինս այ մարդ ցիվիլ լինի, որ հերթի մեջ իրան պահելու ձև ունենա, կազմակերպված լինի, պետական ապարատը նորմալ աշխատի, կրթական ցենզը մի քիչ նորմալ լինի, ոստիկանը ոստիկանի նման լինի, մանկավարժը մանկավարժի նման, բժիշկը քեզ չնայի որպես քսակով ոսկու պարկ, որ առողջ ես, արի մի հատ կտրեմ։ Հասկանում ես։ Այդ այն հեռանկարը դա է ու ես պայքարում եմ մինչև վերջ։ Հրով լինի, սրով լինի։ Անպայման։ Մենք պիտի ունենանք նորմալ հասարակություն։ Անպայման։ Okay։ Ոնց ավարտենք հաղորդումը, բարեկամներ, դուք ասեք, գրքից մի հատված կարդամ ձեզ համար, չնայած ինչ խոսում էի, մեծաշուտ մտորումներ էր էլի, բարձրաձայն մտորումներ, ինչ կարդամ ես ձեզ համար հիմա մի հատ նայում եմ, համապատասխան ուզում եմ նաև երաժշտություն ընտրեմ, որ մուդը մեզ օգնի, ապա
մասին ու դարձել է գրող։ Հաջորդը նկարել է մեր անգույն կյանքը, տառապելով ու դարձել է նկարիչ։ Մյուսը զրկանքներով, ծեծ ու ջարդով, աքսորներով մեր կյանքն է նկարել ֆիլմերի ժապավենների ծանդին ու դարձել է ռեժիսոր։ Տառապանքներով Փարաջանովի մասին եմ գրում։ Նրանք, ովքեր փորձել են թշվառությունը հաղթահարել կրթությամբ, դարձել են ուսուցիչ, ովքեր բուժել են դաժան կյանքից տուժածներին, դարձել են բժիշկ, ու այսպես շարունակ։ Ով ինչ դարել այս երկրում տառապանքով է դարել։ Նույնիսկ նրանք, ովքեր մեզ այս անհույս վիճակից հանելու փորձեր են արել, դարձել են սպարապետ, դարձել են քաղաքական գործիչ, անմիջապես գնդակահարվել են հենց այդ եսերի պատումով, բայց մենքերի ձեռամբ, եսերի պատվերով, մենքերի ձեռամբ։ Հայ ժողովրդի ողջ կյանքը կառուցված է բարդության եւ անհանդուրժողականության կծիկի վրա։ Նրանք, ովքեր պայքարելով կորցրել են ամեն ինչ, կարգվել են հերոսներ, իսկ նրանք, ովքեր բանակցելու փորձ են արել եւ փորձել են պահպանել գոնե մի մասը, դարձել են դավաճան։ Սա է մեր ողջ պատմության էությունը։ Այսքանը, հարգելի բարեկամներ,